Մենք վերադարձանք։ Շատ հավասար, սինխրոն, այո։ Եվ այսպես ներկայացնենք, որ մարտի 25 Գաֆէսճեան արվեստի կենտրոնում երաժշտության կասկադ համերգաշարը ներկայացնում է Տիգրան Կազազյան Քարյակը հոգու սիմֆոնիա նախագիծը եւ բոլոր մանրամասները մենք հիմա կպարզենք մեր հյուրից։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ դուք ել մեր տաղավարում եք, սիրով հատկապես որ առիթ ունենք խոսելու մի շատ գեղեցիկ նախագծի մասին, բայց կոմպոզիտոր ու դահար, այո, Տիգրան Կազազյանը։ Թերևս գնանք 2025 թվական, փետրվար, երբ տեղի ունեցավ հենց պրեմիերան հոգու սիմֆոնիա, այս գեղեցիկ երաժշտական հավաքի, այնտեղից գանք կհասնենք արդեն մեր օրեր։ Շատ լավ։ Դե Փարիզում էր New Morning-ում շատ հարգված ջազի ակումբ է Փարիզում մեծ պատմությունով, այնտեղ 3 համերգ ենք նվագել այս վերջին 1.5 տարվա մեջ, ու պրեմիերան Sol Symphony-ն այնտեղ էր փետրվար 9-ին, եթե ճիշտ եմ հիշում։ Ճիշտ եք հիշում։ Եվ դա շատ լավ անցավ։ Բայց դրանից հետո նաև ներկայացրել եք Գերմանիայում, Մարոկոյում եւ առաջին անգամ Հայաստանում է տեղի ունենալու համերգը։ Այո։ Ինչպես որոշեցիք, որ պետք է գալ Հայաստան եւ այստեղ եւս այն ներկայացնել։ Թե Հայաստանը Եվրոպայի այսպես տուրից հետո։ Չէ, Հայաստանի բարդադիր է, ես Հայաստանում եմ ապրում, 14 տարի եղավ։ Հայաստանը միշտ էլ առաջին էր, ուղղակի այս անգամ դենց եղավ, որ սկիզբը Եվրոպայում էր, հետո Հայաստանում, ընդհանրապես հակառակն է լինում։ Միշտ հակառակն է լինում, հա, դրա համար հարցրեցին։ Դա շատ ուրախ եմ, մանավանդ այս անգամ մի քիչ ինձ համար յուրահատուկ է, որտեվ առաջին անգամ է այս կազմով Տավ Չուտակ Մարիա Արիստակեսյան, Աննա Հովանեսյան Բլուլ եւ Օրեստիս Մուստիդիս հարվածային գործիքներ, դրա համար մի քիչ դարբեր է լինելու, քան ինչ որ այս վերջին տարիները սովոր էի, որտեվ երկար տարիներ Լուսի Խանյանի հետ էի համագործակցում, դեռ շարունակում ենք, ուղղակի Լուսին այս բահին ստեղ չի, դրա համար այս անգամ մի քիչ ստիպեց, որ ուրիշ տեսակ Բայց միգուցե հենց դա էլ լավ է։ Իհարկե, Փոփոխվում է կազմը, փոփոխվում է մթնոլորտը։ Այո, ու մեծ իմ երազներից մեկն էր Տավ Չուտակի հետ համագործակցեմ, դրա համար շատ ուրախ եմ, որ այս անգամ։ Իսկ ինչպես եք ընտրում։ Ում հետ համագործակցել Տավ Չուտակը։ Հա, ընդհանրապես չեմ ընտրում, ես պետք է մարդուն ճանաչեմ եւ լավ զգամ նախ մարդու հետ երաժիշտից լինելուց առաջ։ Դրա համար երբեք չի եղել, որ ընտրեմ, մենակ ես անգամ մի քիչ եղել էր, բայց էլի շատ բնականը զգացվեց ու մի անգամից Մարիայի հետ շատ լավ զգացի, շատ լավ դաղանդավոր երաժիշտ է։ Դրա համար իսկ հարցնենք Ռուբեն հոգու սիմֆոնիա ինչպես ընտրվեց այդ անվանումը։ Ճիշտ ասած, այո, այդ նախագծին է ուզում վերադառնանք հոգու սիմֆոնիա։ Ինչու հոգու սիմֆոնիա եւ որտեղից է գաղափարը ծնվել այս նախագծի եւ որտեղից է գալիս առհասարակ նախապատմությունը։ Դե ավելի գալիս է այդ տեսակի երաժշտությունը, որ ես ստեղծում եմ, ինքը շատ բնական, շատ թվում է բարձ, կարող է մեկ-մեկ, բայց ինքը շերտեր ունի մեջը եւ հոգու սիմֆոնիան մի քիչ մեծ է հնչում, բայց ինքը իմ մոտ շատ sense ոչ մի արոգանտ նպատակ չունեմ սիմֆոնիայի հետ կապված բառը, ավելի որ մեր մեջ այդ մեր հոգի մեջ մի բազմա շերտ, բազմա զգացումներ ավելի փորձել է դի եւ միշտ հոգեվոր բան գա, spiritual ասելով իմ process-ի մեջ ստեղծագործելու եւ կարծեմ երաժշտունի մեջ ու դրա համար բոլորս մոդ ենք երաժշտունից, սիրում ենք եւ զգում ենք, որտեվ ուզում ենք զգալ մենք ով ենք, ինչ ենք եւ գապ ստեղծել ուրիշի հետ։ Բայց նախապատմության մեջ նաեւ մենք գիտենք, որ Still Love ալբոմի որոշ ստեղծագործներ նույնպես է նախագծի մեջ ներառված են, խոսենք նաեւ ալբոմից, ինչ ալբոմ է սա։ Հաջորդ ալբոմը Still Love նախորդը եւ հաջորդին էլ անպայման ներկայացրել հանրությանը։ Still Love-ը արդեն 2023 թվին էր ներկայացված եւ Still Love-ը ներառում էր իմ ամենակարևոր այդ վերջին 6 տարվա ստեղծագործություններ
Այդ էր ինձ համար առաջին ալբոմն էր, որ ինքը երկրորդն էր, բայց ինձ համար ավելի առաջինն էր, որտեղ գար այդ ամեն կարևոր եւ հիմնական ստեղծագործություններ Black Wings, Joy-ը, Un Forever, մամայիս համար մի հատ ստեղծագործություն, մի հատ էլ հայրիկիս ստեղծագործություն էինք նվագել, մի հատ ստեղծագործություն, որ իմս չէր ալբոմի մեջ, որտեղ հայրս էլ կոմպոզիտոր է եւ ուդահար, ու դրա համար շատ կարևոր ալբոմ էր ինձ համար ստիլով։ Իսկ ինչպես են ստեղծվում այդ ստեղծագործությունները։ Իրանք գալիս են մեղեդիները, գալիս են գամած փազելի նման։ Պատմությունների հետ են կապված, թե տրամադրության հետ կապված։ Հաստատ դա ամեն ինչի հետ կապված է, բայց իրանք գալիս են իմ ամենօրյա մեծամասնություն։ Հանկարծակի են գալիս։ Ինչա։ Հանկարծակի են գալիս։ Հանկարծակի են գալիս, այո։ Եվ գործիքով, միշտ էլ գործիքով է, ես ամեն օր գործիքով ու սենց գալիս են, կարող է մի հատված է գալիս, հետո մի ուրիշ հատված, մի քանի օր հետո միացնում եմ հատվածները ու դենց կամած իրանք գալիս են։ Ստիլով ալբոմից որոշ ստեղծագործություններ, որոնք որ դուք նշեցիք, ամսի 20-ին, մարտի 20-ին արդեն Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մենք կունկնդրենք, այսինքն մենք այդ ամեն ինչը կլսենք։ Մի քանի հատ Բայց ձեր խոսքի մեջ նշեցիք, որ ձեր հայրը նույնպես ուդահար է եղել, եւ կոմպոզիտոր։ Սերը առասարակ ուդի նկատմամբ եւ երաժշտության կարծես թե հենց ընտանիքից է ձևավորվել ձեզ մոտ։ Մանկությունից։ Այո, Իրանից սկսավ, ես չունեի մանկության սերը, ես տենիս էի խաղում, մեծ տենիս էի խաղում, այդ էի ուզում անեի կյանքիս մեջ, բայց այո, միշտ էլ լսած էի 19 տարեկանից, որ սկսա նվագել, հասկացա, որ այս ամեն տարիներով լսել էի, որտեվ ինչ որ դուրս եկավ, ոչ թե նման էր, բայց ընդեղից ոգե շնչված էր հաստատ։ Շատ տարբեր են, գիտես, մեծ տենիսը եւ Այդքան չէ, գլորը, շատ լարեր տարբեր են միմյանցից։ Լավ, իսկ համերգները, քանի որ ներկայացվել են նաեւ Եվրոպայում, ինչպես նշեցինք, Գերմանիա, Մարոկկո, Ֆրանսիա, ինչպես ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Միշտ շատ լավ, մարդիկ կարծեմ պետք ունեն կամ ուզում են, փնտրում են այս տեսակ երաժշտությունը, որ շատ էֆեկտ չկա շուրջը ու շատ ուղիղ ասելիք կա, շատ լավ, այո։ Ձեր երաժշտության մեջ հայկական մոտիվներ կան։ Կարծեմ, այս վերջին տարիները մի քիչ հայտնվել են, այո։ Եվ այդ ընկալումը նաև ձեր կողմից ստեղծագործությունների մեջ ավելացվելով այդ հայկական համեմունքները, ոնց են դրան օտարերկրացիները առասարակ վերաբերվում։ Ինչպես են ընկալում, արդյոք լիարժեք են հասկանում, ընկալում։ Այո, չէ, շատ հասկանում են, կարծեմ իրանց ականջներն են լավ մարզված են, Եվրոպայում լիքը երաժիշտներ տեսել են տարիներով ընթացքում, ու իրանք գտնում են այս դարբեր ինֆլուենսները, հայկականը, թե ուրիշ, դե ես արդեն իմ հայրս եգիպտահայ է, մայրս ֆրանսացի, դրա համար ես արդեն քանի մահատ եւ Եգիպտոս եմ ծնված մեծացել, so ես արդեն մի քանի հատ մշակույթ կա իմ մեջս, դրա համար այո, իրանք կարծեմ հենց այդ է, որ հարստություն են տեսնում այս երաժշտունի մեջ, որ տարբեր մարդիկ, տարբեր երկիրներից, մշակույթներից կարող են գապ զգալ։ Այ նշեցիք, որ վերջին տարիների ընթացքում եք այդ հայկական երաժշտությունը, այսպես ասենք, ներմուծել։ Ինչով է դա պայմանավորված։ Իմ ապրելը Հայաստանում, որտեղ ես երբեք չեմ պլանավորում, էսի եմ անելու, թե էսի եմ դնելու, թե էս գույնը, թե էս համը, ուղղակի բնական ձևով, դե երևի նորմալ է, որ առաջին տարիները նոր կամաց ադապտացում էի Հայաստանին ու երևի տարիներ ա դեվում, որ երգիրը եւ մշակույթը մեջդ մտնի, մինչեւ հիմա չեմ զգում, որ ամեն ինչ հասկացել եմ կամ ամեն ինչ չէ, ամեն օր սովորում ենք եւ երևի այդ տարիների ընթացքի process-ն է, որ կամաց մտցրել է այդ Հայաստանի համը, որ առաջին օրվանից ես շատ
գաբը սկացի Հայաստանի հետ, հենց առաջին օրը սկացի։ Եվ դա էլ դարձավ պատճառ, որ 14 տարի արդեն այստեղ եք։ Իհարկե։ Հրաշալի։ Տիգրան, ձեր խոսքի մեջ նշեցիք, որ նոր ալբոմի, այսինքն պատրաստում եք նոր ալբոմ թողարկել։ Այո, այո։ Ինչ ալբոմ է, եկեք խոսենք նաև դրա մասին։ Ինչ ալբոմ է, անունը լինելու է Sacred Sons, Սուրբ Արևներ։ Այդ արևները, որ մեր մեջն է, երեխաների էլ ոգեշնչված է, որ ամեն երեխա արև է ու իր մեջն էլ շատ արևներ կան, դա ես երկու երեխա ունեմ, դրա համար արևներ դրեցի, բայց բոլոր երեխաների համար է ու բոլոր նույնիսկ ոչ երեխաներ, մարդկանց, որ մեջը երեխան կա ու այդ երեխան այդ էներգիան, այդ որքան կարևոր է։ Որքան կարևոր է, որքան մեր հիմքն է ու եթե կարողացանք չփչացնենք, չխեղդենք, չգործնենք, մեզի ուժն է դալիս ու ամեն ինչն է դալիս կյանքի մեջ, որ ստեղծագործենք ամեն օր։ Եվ ոչ միայն կարծում եմ շատ հարցերին, նաև շատ սահուն եւ դրական կերպով այդ լուծումներ ստանալու կամ գտնելու համար։ Բացի այս համերգից, ինչ սպասենք 2026 թվականին։ 2026 ալբոմն ենք թողարկելու սեպտեմբեր 2026 Ֆրանսիայում, բայց ամբողջ աշխարհում եւ հետո համերգներ Փարիզում եւ ուրիշ համերգներ արդեն թուր կգազմագերբենք 2026-ի վերջից սկսած մինչև տեսնենք մինչև մարտ-ապրիլ 27 էլի Ֆրանսիայում եւ Եվրոպայում ու շուտով կհրաբարակեմ քաղաքները։ Հայաստանում հետո վերջում էլի Հայաստան ենք, չի՞ գա։ Հայաստանում մարտի 20-ի մասին չենք մոռանում։ Մարտի 20-ի ժամը քանիսին։ Ժամը 8-ին, Քաֆեջան 20:00։ Այո, 20:00։ Տոմսեր որտեղից կարող են ձեռք բերել։ Գարձեմ Քաֆեջան կենտրոնում, այո։ Շատ լավ։ Այս միակ համերգն է այս տարի պլանավորվում։ Դեռ, հա, ուրիշ կլինի, ինձ թվաց, մի հատ էլ կլինի, այո։ Մենք ունենք այդ հնարավորությունը մարտի 20-ին ունկնդրելու։ Շնորհակալություն եւս մեկ անգամ առավոտը սկսելու մեզ հետ։ Շնորհակալություն Տիգրան, լավ օր եք մաղթում։ Եվ եւս մեկ անգամ ամսի 20-ին բաշխտող այս հնարավորությունը Գաֆեսյան արվեստի կենտրոնում երաժշտության կասկադ այսպես համալիրում Հոգու սիմֆոնիա։ Հոգու սիմֆոնիա։ Վստահ եմ, որ շատերի դուր կգա, անպայման ձեռք բերեք տոմսներ եւ ամսի 20-ին ներկա գտնվեք։ Իսկ մենք այս պահին Շարունակենք, կլսենք լավ երաժշտություն, հետո կվերադառնանք։ Վայ, արդեն ժամն է, որ մենք մեր խոսքը պետք է փոխանցենք գործընկերներին։ Հա, լուրերի ժամն է։ Լուրերի ժամն է մոտենում։ Լուրերի ժամն է։ Բայց երաժշտություն լսենք, հետո կվերադառնանք, մի քիչ կշփվենք։